բարձրագույն խնդիրներ ունի եւ անհապաղ վիրահատություն է իրեն անհրաժեշտ, ավելի երեք արդեն ինֆորմացիա կա, որ Միքայել Սրբազանը անգամ իր միջոցներով դիմել է, որպեսզի կոնկրետ մի հիվանդանոցում օգնություն ստանա, վիրահատվի, բայց երեք արդարադատության նախարարը հայտարարում է, որ իրենք փաստաբաններից դիմում չեն ստացել, որը հետագայում պարզվեց, որ կեղծիք է, սուտ է, խնդրեմ ինչ են անում։ Ընդհանրապես 24 մարտ քրեակատարողական հիմնարկներ։ Ինչպես։ Միայն այս տարի 24 մարտ քրեակատարողական Հիմնարկներում մահացել է։ Գիտեմ, ես ասեմ ձեզ, որ ստախոսությունը, մանիպուլյացիան այս ոչնչություն իշխանության ձեռագիրն են։ Հիշում եք, երբ քննչական ծառայության պետը, քննչական կոմիտեի պետը հայտարարեց, որ Սրբազանի հետ կապված հայտարարեց, որ այս բաներ Սրբազանը դատարանում ասես, որ սուտ ես ասում։ Այսինքն ստախոս է։ Նույնը այս արդարադատության նախարարն է սուտ ասում։ Հասկանում եք, ասում է, քաղ բանտարկյալներ չկան Հայաստանի Հանրապետությունում, արդեն 160 քաղ բանտարկյալ կա։ Քաղ բանտարկյալ են նաև, գիտես, նրանք, ովքեր Գյումրիում 29 մարդիկ, ովքեր կալանավորվեցին իրենց քաղաքի պատիվը ընտրված, իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարին պաշտպանելու համար։ Դա անկարգությունն է եւ ոստիկանության դիմադրության քրեական գործեր սարքեցին այդ մարդկանց հետ։ Փորձում են կոտրել եւ Գյումրին առհամարանքով պատասխանեց։ Ստում ես արդարադատության նախարար, շատ է ստում, ստորաբար է ստում։ Նիկոլը քեզ օգտագործել է ինչպես նախկիններին ու դեն են հետելու։ Եվ եթե քեզ թվում է, որ այս գողացած թալանածը, ինչպես նիկոլական բոլորը, դու կարողանալու ես վայելես, չես կարողանալու։ Ուր էլ գնաս, որ հայն իմացավ ով ես դու, լավագույն դեպքում թքելու է երեսիդ, վատագույն դեպքում անելու է այն, ինչ անում են վրիժառուները։ Ես ուզում եմ նաև մի բան լսեք դուք։ Ահա թե ինչու է Արշակ Սրբազանը բանտում, որովհետև նա նզովյալ հայտարարեց հայոց ցեղասպանությունը ուրացող Նիկոլին եւ նիկոլականներին։ Նզովյալ համարեց պատմության հիշողությունը հայոց միջից ջնջող Նիկոլին եւ նիկոլականներին։ Ահա թե ինչու է Արշակ arczepiskopos-ը բանտում եւ ինչու է նեղ տականքը հմեկում Նիկոլ Քարուզում։ Տարբերությունը եպիսկոպոսների եւ սրբազանների տեսեք հայ ժողովուրդ։